Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Խորհրդարանական ընտրության նախնական արդյունքները հայտնի են, ովքեր են անցնում նոր խորհրդարան և ինչպես են բաշխվել ձայները ընտրության նախնական արդյունքներով։ Թվերը հրապարակվել են, բայց քաղաքական պայքարը կարծես նոր փուլ է մտնում։ Կվերցնեն ընդդիմադիր ուժերը իրենց մանդատները, թե կընտրեն պայքարի այլ ճանապարհ։ Ընդամենը մի քանի տասնորդական է բաժանում ԲՀԿ-ին խորհրդարանից, կկարողանա արդյոք վերահաշվարկը փոխել քաղաքական ուժերի դասավորությունը։ Ճնշումներ, ձերբակալություններ, բևեռացված քաղաքական միջավայր, ինչ են արձանագրել դիտորդները։ ԱՄՆ-Իրան լարվածությունը դուրս է գալիս վերահսկողությունից, ինչ են հայտարարում կողմերը։ Խորհրդարանական ընտրության նախնական արդյունքների հրապարակումից հետո քաղաքական հիմնական քննարկումներից մեկը վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Կուսակցությունը հայտարարում է, որ մի շարք ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ընթացքում անճշտություններ են արձանագրվել և արդեն սկսել են դրանք հավաքագրել։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսում ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտարարել է, որ միայն 4 ընտրատեղամասերի վերահաշվարկից հետո կուսակցությանը վերադարձվել է 120 ձայն։ Ես ուզում եմ, որ մենք հստակ ֆիքսենք հետևյալը։ Մենք մանդատը կռիվ չենք անում։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից։ Մենք տեսեք, չկա իրավիճակ, որ օրինակ ինչ-որ մի քանակություն մանդատների մեզ պակասում է, մենք գնանք գտնենք այդ ձայները, բերենք, չգիտեմ ինչ եւ այլն, կամ ձայների չկա տես բան։ Մեզ համար կարևորը եղել է, կա եւ մնում է այն մարդկանց ձայները, այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է Բարգավաճ Հայաստանի։ Մենք ամեն քվեի հետևից գնալու ենք։ Առաջնային մենք դիտարկում ենք այս պարագայում միայն սա։ Ավելի վաղ կուսակցության նախընտրական շտաբը հայտնել է, որ պատրաստվում է դիմել վերահաշվարկի։ ԲՀԿ խոսնակ Իվետ Ատոնոյանի խոսքով կուսակցությունը պատրաստվում է օգտագործել իրավական բոլոր հնարավոր գործիքները և հետամուտ լինել արձանագրված ընտրախախտումների բացահայտմանը։ Վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ, բողոքարկելու հիմքերը, հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես են եղել ամբողջ ընտրական գործընթացում։ Ինչպես հասկացաք, խորհրդարանից դուրս մնալու վտանգի առաջ է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Նախնական տվյալներով քաղաքական ուժը ստացել է 58378 ձայն կամ 3,996%։ Այսինքն կուսակցությանը ընդամենը 0,4% է պակասում սահմանված 4%-ի անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ հրապարակված թվերը դեռևս չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, երբ որ մեր համակարգը ուղղակի կլորացրել էր, ինքը ցույց էր տալիս 100 թվականով կլորացրած, ու նաև այդ համակարգում այդ թվերը, որ հրապարակվել են, այդ համակարգը ինքը այդտեղ չի ներմուծում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Էլեկտրոնային քվեարկության 410 քվեարկող ենք ունեցել էլեկտրոնային կարգում, դա մեր դիվանագետներն են արտերկրում, նաև Պաշտպանության նախարարության կողմից գործուղված զինվորականներն են արտերկրում, որոնք որ այսպես ասենք Հայաստանի Հանրապետության կողմից են գործուղված, այսինքն իրենք արտերկրում գտնվելը, դա Հայաստանի Հանրապետությանը ծառայելով պայմանավորված, այդ մեր քաղաքացիներն մենք ունեցել էինք 537 այսպես ասենք ցուցակային նման քվեարկելու իրավունք ունեցող, որոնցից 410-ը էլեկտրոնային եղանակով մասնակցել էին քվեարկությանը։ Եվ այդ թիվը ներառված չէր մեր կայքում հրապարակվածի, եւ այստեղ խնդիրը այն է, որ երբ որ այդ թվերը հրապարակվել են, այսինքն բոլորը տեսել են այդ թվերը։
պարզ մաթեմատիկական գործողություն ով որ աներ, կտեսներ, որ այստեղ 4%-ը չի բավարարում։ Այս ամենի ֆոնին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ազգային ժողովի ընտրության նախնական արդյունքները։ Ըստ այլ տվյալների խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ Քաղաքացիական պայմանագիրը, Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակված տվյալներն են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 727,827 ձայն, Ուժեղ Հայաստան դաշինք 340,088 ձայն, Հայաստան դաշինք 145,133 ձայն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 58,378 ձայն։ Ընտրության արդյունքները վիճարկելու մասին հայտարարել է նաև Հայաստան դաշինքը։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խոսքով ընտրությունը անցկացվել է վարչական ռեսուրսի լայն կիրառման, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների և բազմաթիվ խախտումների պայմաններում, որի համար էլ քաղաքական ուժը պատրաստվում է վիճարկել արդյունքները։ Նախնական արդյունքների նկատմամբ վերապահումներ ունի նաև Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության մամուլի խոսնակի գնահատմամբ հրապարակված թվերը չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական պատկերը։ Նա նույնպես պնդում է, որ նախընտրական շրջանն ուղեկցվել է ընդդիմության նկատմամբ ճնշումներով, ձերբակալություններով և վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Այս ամենը կրկին առաջ է բերում մի կարևոր հարց, որքանով էր ընտրապայքարը հավասար պայմաններում։ Ինչ ազդեցություն ունեցան վարչական ռեսուրսը, քաղաքական հռետորաբանությունն ու ուժային կառույցների գործողությունները։ Այս հարցերին անդրադարձել է Սեդա Գյուրեղյանը։ 49,8%-ով կամ 727,160 քվեով ընտրությունում առաջատարը քաղաքացիական պայմանագիրն է, սակայն ընդդիմադիր դաշտում քննարկումների հիմնական թեման ստացած տոկոսները չեն, ավելի կարևոր է ինչ պայմաններում անցկացվեց ընտրարշավը ու ինչ եղավ ընտրության օրը։ Ձերբակալություններ, ատելության խոսք, եվրոպական աջակցություն քարոզարշավի ողջ ընթացքում եւ ոչ միայն։ Ընտրության կեղծումը բուն քվյաթերթիկի կեղծումը չէ։ Կեղծումը սկսվում է այն պահից, երբ իշխանությունը չարաշահում է իր ձեռքի տակ եղած վարչական լծակները, մանիպուլացնում հասարակությանը։ Նայում եք ընդհանուր համադրության մեջ, ապա տեսնում ենք այսպես սխեմատիկ քարտեզ, որտեղ բոլոր գործողությունները կամ բոլոր ակտերը ուղղված են հանրային կարծիքի մանիպուլացմանը։ Իսկ ընդհանուր պատկերն ավելի մտահոգիչ է, քան թվում է։ Մի կողմ թողնելով նախընտրական փուլի պատկերը անդրադառնանք բուն ընտրության օրվան։ Առավոտը սկսվեց ձերբակալություններով։ Գյումրիում Ուժեղ Հայաստան կուսակցության մի քանի անդամներ բերման ենթարկվեցին։ Իմ ունեցած տեղեկությունները մոտ 5-6 հոգի են Գյումրիից։ Ուժեղ Հայաստան։ Եվ առավոտյան նաև Հայաստան դաշինքից էր, չէ՞, այստեղ պատգամավոր։ Ճիշտ ասած, Հայաստան դաշինքի մասին լսել եմ եւս 2 հոգու մասին, բայց այլ մանրամասնություններ չեմ տիրապետում։ Ձերբակալությունները վաղ առավոտից վախի մթնոլորտ ստեղծելուն էին միտված, բայց ոչ միայն ընտրողների, այլ նաև քաղաքական ընդդիմության շրջանում, պնդում է Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության անդամը։ Որոշ ընդդիմության ղեկավարներին, ընդդիմության լիդերներին հասկացնելու, որ եթե հանկարծ դες համար ցանկալի արդյունքներ չլինեն, հետընտրական զարգացումների, ձերք մնացեք, որովհետև ձեզ կբռնենք, կկալանավորենք, ձերբակալենք, բանտեր կգտնենք։ Օրը լցված էր ընտրախախտումների մասին ահազանգերով։ Ընտրատեղամասերի բացումից ընդամենը րոպեներ անց էին ստացվում ընտրախախտումների մասին առաջին ահազանգերը։ Միայն ներքին գործերի նախարարությունը 619 ահազանգ ստացավ առավոտյան 8-ից մինչև ուշ գիշեր։ Իսկ ընտրախախտման ամենաակներև դեպքը զինվորների ընտրությունն էր Նուբարաշենում եւ Մեղրիում, մինչև երեկոյան 23:43։ Այդ ժամին ընտրատեղամասերը վաղուց փակված պետք է լինեին, իսկ զինվորները քնած։ Պարզ է, որ հարկադրանքի եւ պարտադրանքի ներքո են բերվել եւ մուտք են գործել ընտրատեղով կատարել են քվեարկություն, արդեն պարզ է օգտի քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Սակայն հունիսի 8-ի երեկոյան Փաշինյանը ավելի մեծ անակնկալ ուներ։ Ընտրության արդյունքների հազիվ 15%-ներ ամփոփվել, երբ իր քաղաքական համակիրներով շրջապատված Փաշինյանը հայտարարեց սեփական հաղթանակի մասին։ Ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ շնորհավորանքներ էր ստանում հարևան երկրների ղեկավարներից։
Ի սրտե շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կուսակցությանը ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը։ Ըստ քաղաքագետի հաղթանակի մասին այս հայտարարությունը քաղաքական պարզ սցենար էր։ Կարծեք թե այսպես ստեղծում էր լակմուսի թուղթ հետագայում այս կամ այն իրավիճակում ընտրությունները, եթե իշխող ուժին ձեռնտու չլինեին արդյունքները կամ հնարավոր չլիներ բավարար չափով այսպես ներկայացնել իր հաղթանակը, տանել դեպի ընտրությունները ոչ լեգիտիմացման փուլ եւ նոր ընտրություններ նշանակել։ Մինչ ընդդիմադիր ուժերը խոսում են վերահաշվարկների, ընտրական գործընթացի վիճարկման եւ քաղաքական գնահատականների անհրաժեշտության մասին, հունիսի 8-ին ընտրության շուրջ հիմնական բանավեճը շարունակում է մնալ նույնը։ Իշխանության հաղթանակը բացառապես ընտրատեղամասերում ստացած ձայների արդյունք էր, թե նաեւ այն քաղաքական ու վարչական միջավայրի, որի պայմաններում անցկացվեց այս ընտրարշավը։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Թվում էր ընտրության ավարտով քաղաքական գլխավոր ինտրիգը պետք է ավարտված լիներ, սակայն նախնական արդյունքների հրապարակումից հետո նոր հարցեր են առաջացել։ Օրինակ, ինչ կարող է անել խորհրդարանում հայտնված ընդդիմությունը։ Կվերցնեն արդյոք ընդդիմադիր ուժերը իրենց մանդատները, թե կընտրեն փողոցային պայքարի ճանապարհը։ Ինչ սցենարով կարող է ընդդիմությունը փոխել խաղի կանոնները, Անի Աբաղյանն է ուսումնասիրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց արդեն ձևավորվում է նոր խորհրդարանի քաղաքական պատկերը, թեև դեռ հնարավոր են վերահաշվարկներ եւ տեխնիկական շտկումներ։ Նախնական տվյալներով քաղաքացիական պայմանագիրը ունի 64 մանդատ, Ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Ինչ հնարավորություն է ստանում քաղաքացիական պայմանագիրը 64 մանդատով։ Հայաստանում 64 մանդատ ունեցող քաղաքական ուժը համարվում է միանձնյա մեծամասնություն, այսինքն քաղաքացիական պայմանագիրը կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն, ընտրել վարչապետ եւ հաստատել կառավարության կազմը։ Նաև այդ ուժը վերահսկում է օրենսդրական գործընթացը, կարող է ընդունել օրենքները եւ ձևավորել խորհրդարանական օրակարգը։ Բայց կա մեկ կարևոր սահմանափակում։ Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 2/3 մեծամասնություն, մոտ 70 մանդատ, ինչը նշանակում է, որ այդ հարցում ՔՊ-ն չի կարող կատարել այն, ինչ վերջին տարիներին անդադար հայտարարում է։ Բայց պատկերը կարող է փոխվել, եթե ԲՀԿ-ի վերահաշվարկից հետո կուսակցությունը հաղթահարի անցողիկ շեմը։ Իսկ այս փուլում ինչ կարող է անել ընդդիմությունը։ Ընտրություններից հետո քննարկումների կենտրոնում է մանդատները վերցնելու կամ դրանից հրաժարվելու հարցը։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, որը ավելի շատ քաղաքական դիրքորոշում է։ Իրավական բաղադրիչը, ինչպես մնացած երկրներում, չի նշանակում, որ մանդատները չվերցնելը փոքրամասնության կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսին են ազգային ժողովի նոր ընտրությունը, երկրորդ փուլը կամ էլի նմանատիպ հետևանքներ։ Հավաքական ընդդիմությունը նախնական տվյալներով խորհրդարանում ունի 41 մանդատ։ Եթե ցանկանան հրաժարվել մանդատից, յուրաքանչյուր ընտրված падգամավոր պետք է անհատական կարգով ներկայացնի հրաժարականի դիմում, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնի համապատասխան ընթացակարգերը։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, նրանց մանդատները չեն փոխանցվում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է եւ քաղաքական ընդդիմությունը, որը մտել է ընտրապայքարի մեջ ու արձանագրել այս արդյունքները, տիտղոսակիր ընդդիմությունը ըստ էության այս պահին ըստ մանդատի պետք է ինքը կայացնի որոշում։ Սա իրենց որոշումն է։ Իսկ աշխարհն ունեցել է նման օրինակներ։ Վենեսուելայում, Բելարուսում, Ուկրաինայում եւ մի շարք այլ հետխորհրդային երկրներում մանդատները չվերցնելը գործածել են որպես քաղաքական ճնշման կամ ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելու միջոց։ Բայց հետաքրքրական է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական համակարգում առանձնահատուկ օրինակ համարվող իռլանդական ազգայնական Sinn Féin կուսակցության երկարամյա դիրքորոշումը։ Կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին եւ ստանում մանդատներ, սակայն հրաժարվում է ստանձնել դրանք Westminster-ի խորհրդարանում։ Այս քաղաքական մոտեցումը հայտնի է որպես աբստենցիոնիզմ, քաղաքական պայքարի ձև է, որը խորհրդարանական մասնակցությունը փոխարինում է խորհրդարանից դուրս պայքարով, պահպանելով ընտրական մասնակցությունը
բայց հրաժարվելով ինստիտուցիոնալ ներկայությունից։ Քանի որ Մեծ Բրիտանիայում падգամավորները պարտավոր են երթում տալ թագին որպես խորհրդարանի անդամ դառնալու պայման, Շին Ֆեյնի ընտրած падգամավորները հրաժարվում են այդ երթումից եւ այդ պատճառով չեն զբաղեցնում իրենց տեղերը։ Արդյունքում կուսակցությունը մասնակցում է ընտրական գործընթացին, սակայն չի դառնում խորհրդարանական աշխատանքի մաս։ Այս մոդելը ձևավորվել է պատմական եւ քաղաքական երկարատև հակամարտության համատեքստում եւ չի հանդիսանում սովորական ընտրական բոյկոտի օրինակ, այլ սկզբունքային քաղաքական դիրքորոշում։ Հայաստանի դեպքում իրավական մեխանիզմը հստակ է։ Ընտրված падգամավորի հրաժարականը չի հանգեցնում ընտրությունների վերանայման կամ մանդատների վերաբաշխման այլ ուժերի միջև, բայց առաջացնում է լեգիտիմության լուրջ հարց եւ ձևավորում առանց ընդդիմություն խորհրդարան։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ընտրության նախնական արդյունքներին անդրադարձել է Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Նա հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը չպետք է վերցնեն իրենց մանդատները, քանի որ նրա խոսքով դա կնշանակի լեգիտիմացնել ընտրության արդյունքները։ Այո, ես հասկանում եմ, որ դուք անհավասար պայմաններում եք մասնակցել ընտրությունների։ Այո, ես ֆիքսում եմ, որ դուք շատ լավ ռեզուլտատ եք գրանցել նույնիսկ այդ պայմաններում։ Բայց հիմա գալիս է հարցը կանգնում է նրան մանդատները վերցնել թե չվերցնել։ Տեսեք, մենք մի անգամ արդեն տեսել ենք, երբ մանդատը վերցվում, ինչ է տեղի ունենում։ Եվ մի անգամ էլ 21 թվականին էլ, երբ մարդիկ գնում էին ու ընդդիմությանը ձայն են տալիս, ձայն չեն տալիս, որ իրենք գնան ու ընդդիմադիր падգամավոր աշխատեն Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում։ Հիմա էլ մարդիկ եկել են ու ձեզ ձայն են տվել, որ դուք ոչ թե ընդդիմադիր падգամավոր աշխատեք, այլ անեք իշխանափոխություն։ Դուք ձեր մանդատը ժողովրդից, ձայնը ժողովրդից ստացել եք, որպեսզի անեք իշխանափոխություն։ Եթե դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները։ Ոնց ուզում եք դա անվանեք՝ տեխնիկական, չտեխնիկական, նախընտրական, ընտրություններից առաջ, ընտրություններից հետո, ընտրությունների գիշերը, դրսից ուղղորդված եւ այլն, կապ չունի։ Մանդատ վերցնելով դուք լեգիտիմացնում եք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ ընդունում եք այս կեղծված ընտրությունների արդյունքները։ Անդրադառնանք միջազգային զարգացումներին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր հարձակման կպատասխանի կոշտ գործողություններով։ Թեհրանը պնդում է, որ վերջին հարվածները հասցրել է ինքնապաշտպանության իրավունքից օգտվելով։ Սրացող իրավիճակին արձագանքել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հրապարակային կոչ է արել Իրանին եւ Իսրայելին դադարեցնել փոխադարձ հարվածները եւ խուսափել իրավիճակի հետագա սրացումից։ Սակայն տարածաշրջանում իրադարձությունները զարգանում են շատ արագ։ Մի քանի օր առաջ դեռ խոսվում էր հրադադարի պահպանման եւ դիվանագիտական լուծումների մասին, իսկ այսօր տարածաշրջանը կրկին կանգնած է լայնամասշտաբ պատերազմի վտանգի առաջ։ Ինչու կրկին սրվեց իրավիճակը եւ ինչ է տեղի ունեցել վերջին 2 օրերի ընթացքում, ռեպորտաժում։ Մերձավոր Արևելքի փխրուն հրադադարը կրկին փշրվեց, դիվանագետների երկար աշխատանքը հոդը սնդեց հրթիռային հարվածների ֆոնին։ Հունիսի 6-ից տարածաշրջանում իրադարձությունները զարգացան ժամ առ ժամ։ Նախ Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ հարվածների մասին, դրանք հիմնավորելով տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող գործողություններով։ Վաշինգտոնը հայտարարեց, որ կարձագանքի ցանկացած սպառնալիքի եւ թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունը վտանգվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծեց, որ իրավիճակը չի կարող մնալ առանց պատասխանի։ Ակնհայտ էր, որ Իսրայելի համար յուրաքանչյուր Իրան-ԱՄՆ պայմանավորվածությունը անընդունել է եւ կարմիր գիծ է։ Այդ համար Իսրայելը կաներ ամեն ինչ, որպեսզի որևէ բանակցությունները չհաջողվեն։ Թեհրանը պատասխանեց հրթիռներ արձակելով ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ, հայտարարելով, որ սա պաշտպանական գործողություն է։ Իրանի ղեկավարությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները խախտել է նախկին պայմանավորվածությունները եւ պատերազմ է պարտադրում տարածաշրջանին, սակայն դրանով շղթայական արձագանքը չավարտվեց։ Այստեղ նաեւ փոխվեց Միացյալ Նահանգների մոտեցումը։ Եթե մինչև այդ Միացյալ Նահանգները կաջակցեն Իսրայելին եւ կհայտարարեն, որ ողջունում են Իսրայելի քայլերը եւ այլն, հիմա Միացյալ Նահանգները կոչ են անում Իրանին
զինադատարի եւ կոչ են անում նաեւ Իսրայելին հայտարարություններով, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ քայլերով։ Հունիսի 7-ին իրավիճակն ավելի լարվեց։ Իսրայելը հարվածներ հասցրեց Լիբանանի տարածքում գտնվող թիրախներին, հայտարարելով, որ դրանք կապված են Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, թե Իսրայելը չի հանդուրժի Իրանի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում։ Իրանը, որը պաշտոնապես հայտարարել է, որ յուրաքանչյուր զինադատարը Միացյալ Նահանգների հետ անպայման պիտի ներառի նաև Գազան եւ Լիբանանը։ Աշնորհ որ Իսրայելը խախտեց այս զինադատարը, ուրեմն Իրանը իրան ոչ մի բանով պարտադրված չի զգում եւ հարվածելու է Իսրայելին։ Թեհրանը դա համարեց հերթական սադրանք եւ հայտարարեց, որ անցել են բոլոր կարմիր գծերը։ Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարեց, որ պատասխանը լինելու է անխուսափելի եւ ցավոտ։ Դրանից կարճ ժամանակ անց Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, խոսելով պատասխան գործողությունների մասին։ Երկու կողմերն էլ հայտարարում էին, թե գործում են ինքնապաշտպանության շրջանակում, սակայն փաստացի տարածաշրջանը կրկին հայտնվեց լայնամասշտաբ պատերազմի վտանգի առջև։ Իրան-ԱՄՆ հարաբերություն զինադատարը դե ֆակտո կա։ Ավելի լայն զինադատարը խախտեց Իսրայելը, շարունակելով իր ուժային գործողությունները Լիբանանի հարավում, եւ Իրանը պատասխանեց, որտեղ բոլորը հասկանում են, որ այդ պատերազմը շարունակվում է Լիբանանում եւ դեռ զինադատարը չի աշխատում Իսրայելի եւ Հեզբոլայի միջեւ, ապա Իրանը մտնում է պատերազմ եւ ինքն էլ չհետևում զինադատարին։ Հունիսի 8-ի դրությամբ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանական հրթիռներն ու անօդաչուները թիրախավորում էին իսրայելական ռազմական օբյեկտները, իսկ Իսրայելը օդային նոր հարվածներ է հասցնում Իրանի ռազմական ենթակառուցվածքներին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են մինչև իրենց խոսքով սպառնալիքը չեզոքացվի։ Մի քանի օրում հրադադարի մասին խոսակցությունները փոխարինվեցին օդային տագնապի ազդանշաններով, իսկ բանակցությունների սեղանը տեղափոխվեց հրթիռների դաշտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։